ցնցում խաղաղություն խաղաղություն հոգով բեղում հավետ պայծառ հավետ սիրուն հավետ սիրուն հոր է վերդում հոր է վերդում հունը մեր վերում հնայում հոր է վերդում հոր է վերդում հավետ պայծառ հավետ սիրուն հոր է վերդում ուր կմեկնի սուրբեն համայն ու կկազմեն մեկ ընտանիք արքունական հազարդ ամեն չարած դաժան նետեր են բյուր հոնուր կենաց ետքը հոսի վճիտ մագուր հոր է վերդում հոր է վերդում դուրը մեր վերում հոր է վերդում հոր է վերդում հավետ պայծառ հավետ սիրուն հոր է վերդում ուր ոսկեղեն քաղաք ամբողջ շողշողա մեծ արքայի սիրով նամվեր սերով եք նանդուր կերքեր զմայնահար գիտեսամ վեց աղեց արսի հայք նանջար հոր է վերդում հոր է վերդում դուրը մեր վերում հնայում հոր է վերդում հոր է վերդում հավետ պայծառ հավետ սիրուն Վերդում աշաշնեմի վրահաստատում հոնուր բնավ խոջանք չկա ընտրյալ մարդում ուր գնության ակունքներ են բխի բերկրանք ու պաշտավի բարձյալ աստված հոգով համակ հոր է վերդում հոր է վերդում դուրը մեր վերում հոր է վերդում հոր է վերդում հավետ պայծառ հավետ սիրուն երկինքն է մեր հայրենիքը հազար դրանք հազար երանք ծառուց արթուն едем ազարդ յուր թրջնոցուր է շտագացել տալով ողջույն գեղել անմահություն սուրբերուն վերն է մեր դու վերն է մեր դու
ամբողջ հարցի էությունը միայն նա չի, որ մեր վարքը փոխվի։ Եթե գողեր չգողանա, անբարոյականներ սուրբ կյանքով, մենակ դա չի, գիտեք, ավելի լուրջ հարց էլ կա դրանից կարևոր, որ սա նրա հետևանքն է։ Այդ հարցը նա է, որ մարդկային կյանքը ժողովուրդ ջան հավիտենական չի։ Մարդը, ասենք, չի կարա հավիտյան ապրի, ինչքան ուզում է լավ պայմաններում իրան տնես։ Մարդկային կյանքի ռեսուրսները ապրելու վերջանում են։ Ասենք, մարդը ծնվել է, ասում է, ես լավ երեխեք եմ ունեցել, լավ աշխատանք, վերջը, գոհ եմ ես կյանքից, արդեն ծերացել եմ, վերջը, պիտի թողամ էթամ։ Սիմոն Ծերունին ինչ ասավ, հիշում եք։ Մեկը մեկին որոշնում է, ասում է, Սիմոն Ծերունի դառնաս։ Ինչ եղավ Սիմոն Ծերունու հետ։ Ասում է, իմ աշտերը տեսան քո փրկությունը, չէ, Հիսուսին ինքն էր գրել, որ բերեցին տաճար։ Հետո ինչ ասավ։ Արցադե քու ծառայիդ։ Այսինքն արդեն այս մարդկային կյանքից ինքը ամեն ինչ արել պետք է գնա։ Ժողովուրդ ջան, Անգլիայի վարչապետը Մարգարետ Թետչեր 17 տարեկանում շարադրություն էր գրել դպրոց ավարտելուց։ Գրել էր իմ երազանքը։ Երազում եմ դառնամ երկրի ղեկավարը, վարչապետու դառել էր։ Երազում եմ ասենց տղա առնեմ ու առել էր իր ուզած ձևի։ Ինչ գրել էր լրիվ կատարվել էր։ Այդ որ արդեն վարչապետությունից դուրս եկավ, այդ շարադրությունը նորից կարդացին ու իր կյանքը, որ բոլոր գրածը կատարվել էր։ Բայց հիմա ամեն ինչ կատարվել է, ես արդեն ռեսուրս ապրելու էլ չկա, հասկանում եք։ Հիմի մարդը հոգեբանորեն ձանձրանում է արդեն։ Ես հիշում եմ, որ երկրաշարժ եղավ, մի հատ տաքսու շոֆեր ասում է, ախպեր ջան, Զոնքաչի զանդել ասել են, որ երեխեքին պետք է բաժանեն, շատ երեխեք որբ են մնացել։ Ընդեղից վրազ ասում է, բան արավ զանդեց գալիս եմ։ Բեր երեխա կնա քանի հատ վերցրա ես կպահեմ։ Երեխեն պահելը մարդու համար հոգեբանական հիմք է, ռեսուրս ապրելու մարդկային կյանքի համար։ Բայց որ երեխուն էլա պահե, պաշտոն էլա ունեցե, աշտերը Հիսուսին էլա տեսե, ասենք ռեսուրսները բզնում են մարդկային կյանքը, ասենք կաղնի ծառա, բանաստեսն ասում է, մի դարավոր կաղնու տակ, կարող է մի քանի դար ապրի, բայց վերջը չորանում է։ Մարդու հոգեկանը ժողովուրդ ջան, պետք է հասկանանք, Ադամը մինչև մեր գործել ինչ վիճակի էր։ Ասում է, որ մենակ էր զգում իրան։ Հիշում եք, Աստված ասեց, աղեք չէ Ադամի համար, որ ինչ լի։ Եվ որպես կյանքի ռեսուրս նա Աստծո զորության հետ շփում ուներ, բայց քանի որ կենաց ծառից չէր կերե, կյանքի հետ շփում չուներ։ Կենաց ծառը Քրիստոսի խորհրդանիշն էր։ Նրան ձանձրանում էր, գիտեք, մենակություն էր զգում։ Ամենադժվար բանը մենակության զգացումն է մարդու հոգեկանի համար։ Ուրեմն, բայց աստվածային կյանքը հավիտենական է։ Աստվածային կյանքը չի ենթարկում ժամանակին, ժամանակն է նրանից սկիզբ առել։ Մեր հոգևոր առաջնորդները, որ Պարսից թագավորին նամակ գրեցին, շատ հետաքրքիր նամակ է դա, եւ տեղի ունեցավ ավարայրի ճակատամարտը, այդ նամակի մեջ գրել էին ոչ թե Աստված ժամանակի մեջ է եղել, այլ ժամանակները Աստծուց են սկիզբ առել։ Հիմիկվա ֆիզիկան հաստատում է այդ բանը, որ ժամանակը բացարձակ բան չի, ինչ-որտեղ սկիզբ առը։ Ուրեմն ժողովուրդ ջան, բացի նրանից ամբողջ հարցի շեշտադրությունը չի մնում միայն վարքի փոփոխությունը։ Վարքի փոփոխությունը լինում է հետևանք աստվածային կյանքի ներկայության մեր հոգևոր աշխարհում։ Ուրեմն ամեն առավոտ, որ մենք վեր ենք տենում եւ աղոտ պետք է անենք, կամ Հիսուսի անունով ենք աղոտ կանում, կամ մեր մարդկային արդարության անունով։ Ժողովուրդ ջան, մենք պետք է չասենք այս ես դեմ չեմ այդ ասելուն, այս ամենը խնդրում եմ քեզանից քո որդու Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ոչ մի վատ բան չկա այդ նախադասության մեջ, բայց որ այդ նախադասությունը ասում ենք,
բայց մեր հոգեբանության մեջ Հիսուսի անունով չենք աղոթանում, այլ ասում ենք Տեր Աստված, ես մի անգամներների, էլի ես սխալներն արեցի, ես ակարը գլխիս կտամ, գլուխս էլ քարի կտամ, որ մի կերպ դրանցից պրզնեմ, չանեմ։ Սա նշանակում է մեր մարդկային արդարության անունով ենք անում։ Հիսուս ասավ իմ անունով ինչ որ խնդրեք կառնեք։ Հիմա մինչև հիմա իմ անունով ոչինչ չեն խնդրել։ Հիմա ես ձեզ ասում եմ, իմ անունով ինչ որ խնդրեք առնելու եք։ Հիմա եթե մենք առավոտ վերենք տենում աղոթք անելու, պետք է ասենք Տեր Աստված, քո կյանքը պակասել էր իմ մեջ, դրա համար այն մարդու հետ խոսալուց գորգռացի, բարգացա, այն մի տեղ ցանկացա, սայթաջեցի, քո ներկայության պակասներ, ես հիմա ինչ անեմ, ես չեմ կարա այդ մեղքի բնությանը հաղթեմ, սրբանամ, որ նոր արժանի լինեմ, ես հիմա նորից ասում եմ փառք քեզ Տեր Աստված, որ դու սիրելով ինձ, քո որդուն նվեր ես տալի, քո շնորհը, ես հիմա նորից աղոթում եմ քո որդու Հիսուս Քրիստոսի անունով, որ քանի որ ես քեզ եմ ուզում, դու իմ մեղքերը դնում ես քո որդու վրա ու պատրաստ ես քո ներկայությունը տալու իմ մեջ, փառք ես դրա համար, այդ լուրի համար դա ուրախ լուր է, բարի լուր է, այդ ավետարանի լուրից ես ուզում եմ օգտվել, որ իմ ներսում այդ կյանքը բաժանի միջի ջուրը ոչ թե մի կաթիրա լիքը լցվի, ես իմ շնչառությունը դառնա Սուրբ Հոգու շնչառությունը, ես վայելեմ իր ասերը, իմ հայացքը իրան ուղղված լինի, ինքն էլ ապրելով իմ մեջ հաղթի մեղքին ու աշխարհին, ամեն, աղոթք անեմ։